Ես ուզում եմ ասեմ, որ այո, նոր պրոյեկտ տնտեսական ալիքը, որ արդեն բավականին տևական ժամանակ գործում է, համախմբում է մասնագետների, ինքը բոլոր գիտեք, որ վերկուսակցական, ապա քաղաքական մի նախաձեռնություն է, որի հիմնական նպատակը կա եւ մնում է եւ լինելու է անպայման անաչառ քննական վերլուծություն իրականացնել մեր երկրում տարբեր ոլորտներում եւ տալ ճիշտ գնահատականներ, ուր է շարժվում մեր երկիրը, ոնց է շարժվում, ինչ ենք ակնկալում եւ երբ որ ասում ենք մասնագիտական, հասկանալի է, որ ամեն մի մասնագիտական գնահատական կարող է որոշակի պարարտ հող ունենալ զարգացման համար, եթե համապատասխան քաղաքականություն է իրականացվում, որտեվ տեսեք, չի կարող, նայած իշխանությունը, կառավարությունը ինչ քաղաքականություն է իրականացնում, շահ կապված է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, այսինքն հենց մենք որ ասենք միայն զուտ մասնագիտական, դա կարող ենք հրամցնենք այդ առաջարկները տանք, բայց մենք պետք է հասկանանք, որ ուրեմն այստեղ անպայման այդ երկուսը միահյուսված են, այսինքն մեր քննարկումը կլինի եւ տնտեսական, տնտեսագիտական, նաեւ չեն կարող զերծ մնալ քաղաքական գնահատականներից, նայած կառավարությունը ինչ քաղաքականություն իրականացնում տնտեսական, սոցիալական ոլորտներում։ Թույլ տվեք ես մոտենամ ուրեմն հիմա մոնիտորին, ուրեմն տեսեք հարգելի գործընկերներ, ուրեմն տեսեք 10 առաջնահերթ քայլեր, միջև առաջնահերթ քայլերի ինչու ենք մենք 10-ը ասում, սա կարող է լինի 20-ը, կարող է լինի 30-ը, բայց մենք խտացրել ենք, ես ուզում եմ նախորոք ասեմ, այն առաջնահերթ քայլերը, եւ եթե ասենք օրինակ եմ բերում, ասենք Պարոն Հարությունյանը ասենք, որ գյուղատնտեսության ոլորտի լրջագույն մասնագետ է, կարող է գյուղատնտեսության վերաբերյալ մի քայլ տեսնի, բայց ես արդեն բանավոր կասեմ, որ դա այդ մի քայլը ուղղակի խտացված է, մնացած բոլոր մանրամասները լինելու են ամբողջական վերլուծական ծրագրերի շրջանակներում եւ առաջարկների շրջանակներում եւ այնպես չի, որ մենք ասում ենք, որ 10-ը ամեն ինչ ներառում է։ Դրա համար հիմա մենք փորձենք շարժվենք առաջ, հասկանանք նախ ինչ ասել է ուրեմն նոր տնտեսական քաղաքականություն։ Տեսեք, նոր տնտեսական քաղաքականություն քիչ հետո կանդրադառնամ, սա առաջի քայլն է, սա այն է, որ մենք պետք է կարողանանք գնահատական տանք։ Վերջի 8 տարում, վերջի 10 տարում մեր երկրում ինչ քաղաքականություն է իրականացվում եւ ինչ արդյունքներ ենք մենք ստանում։ Ի վերջո մեր ժողովուրդը, մասնագետները եւ բոլորը պետք է իմանան, թե այս երկրում ինչ արդյունք է ստացվում։ Դինամիկայի մեջ, շարժընթացի մեջ մենք ստանում ենք այն արդյունքը, որին արժանի ենք նախ եւ արդյոք դրվում է ամբողջական ջանք, արդյունավետ ջանք, որ ստանանք մեր ակնկալված արդյունքները։ Դրա համար ամբողջական պատկերը իհարկե դուք բոլորդ գիտեք, մասնագետները, որ այսպես ասած տեղաբաշխվում է, գնահատվում է համախառն ներքին արդյունքի ցուցանիշով։ Հա, ասենք թե օրինակ 25 թվականի համար արդեն պաշտոնական թվերը կան, որ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 11.317 տրիլիոն դրամ է, կամ մոտավորապես 29 միլիարդ դոլար, ինչպես այսպես այսօրվա փոխարժեքով 25 թվականի մենք գնահատենք, հիմա դա շատ է, դա քիչ է, արդյոք առավելագույնը արված է, ինչ հետևանքներ ունի, այդ համախառն ներքին արդյունքը ընդունենք վերել է 7.2% տնտեսական աճ, չէ՞ որ մենք 10 տարի 8 տարի խոսում էինք աճի ներառականության մասին, որ ասինքն այդ տնտեսական աճի ստացված արդյունքները չասեմ համաչափ, բայց գոնե արդարացիորեն բաշխվի հասարակության անդամները իրենց ջանքերը ներդնեն։ Ամեն մեկի համար ստեղծված է պայման, թե չէ, հա, դեռ սրանք կանդրադառնանք։ Եվ այս առումով մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ եթե հիմա երկու այսպես ձևաչափով ես ներկայացնեմ համախառն ներքին արդյունքի կառուցվածքը, ապա ցույց տվեցին, որ նախ եւ առաջ մեր մոտ մեր երկրի տնտեսությունը սպառողական բնույթ ունի։ Բայց երբ որ ասում ենք սպառողական, այդ տեսեք, սպառում համախառն ներքին արդյունք կամ պարտք համախառն ներքին արդյունք, հարկեր համախառն ներքին արդյունք, ներդրում համախառն ներքին արդյունք։ Այդ ինչ թիվ է այդ սպառումը։ 90%։ 90%-ից ավել։ Այսինքն 90% մենք ունենք սպառում համախառն ներքին արդյունք, եւ այդ ցուցանիշը տենց նոր չի։ Վերջի 8-10 տարում հենց տենց էլ եղել է։ Սպառում համախառն ներքին արդյունք, հետո չգիտեմ ինչի,
այդ բյուջետային բացատրագրի համապատասխան կետերից արդեն մենակ նրա հավելաճն էին քննարկում, այլ ամբողջական չեն տալիս, ոնց որ 20-21 թվից հետո այլևս չեմ նկատում ես այդ բացատրագրի մեջ։ Հիմա ինչ եմ ուզում դրանով ասեմ, նորմալ է, որ սպառման ծավալը այդքան մեծ է եւ մենք ունենք սպառողական հասարակություն, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հիմա կասեմ ինչի, որովհետեւ եթե արդեն երկրորդ քայլին գնանք, մենք կտեսնենք, որ հիմա ներդրում հնան ինչքան է, 18-19%։ 18-19%, այսինքն եւ երբ որ մենք ասում ենք, որ պետք է Հայաստան գան միլիարդավոր դոլարների ներդրումներ, այս ամենը ցույց է տալի, որ պայման չկա որ գան։ Դու հենց տես խարխափելով տարիներով 10 տարի մենք ժամանակ կորցրեցինք, այսինքն այս մոդելը, որը զարգացման չի բերում, ինքը բերում է տարբեր դիպվածներով, այսինքն եղավ վերարտահանում, եղավ ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, դրա արդյունքում մի 2-3 տարի ծավալները աճեցին, մեկ էլ մենք տեսանք, որ 25 թվին մեր արտահանումը իջավ 36%-ով, մեր ներկրումը իջավ 23%-ով, հա? Այսինքն մենք եւ կարող է էլի իջնի, հետո շարունակվի, ասենք այս ընթացիկ տարվա ընթացքում էլի գնա։ Այսինքն ինչա մենք հույսը պետքա դնենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կամ, չգիտեմ, վերարտահանման գործընթացների վրա, իհարկե ոչ։ Եվ դրա համար այս ամեն ինչը փոխելու համար, տեսեք, հիմա մենք առաջարկում ենք, որ Հայաստանում կա 10 մարզ, առաջի քայլը, խնդրում եմ ուշադրություն, 10 մարզ եւ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։ Միանգամից կարող եք ասել, այդ ամեն մարզը տենց ներուժ ունի, որ այդքան արդյունաբերական գոտիներ ստեղծենք։ Նախ ասեմ, թե ինչն է առաջի, այսպես թիրախը, որ մենք այդպես ենք ուզում։ Մենք գիտենք, որ մեր հանրապետությունը այսօր վերահացվել մեծ գլխով եւ փոքր մարմնով մի տնտեսական կառուցվածքի։ Այսինքն հանրապետության առևտրի ծառայությունների 80-85%-ից ավելին կուտակված է Երևանում։ Նույնիսկ մի 50-60 կիլոմետր եւ գալիս են Երևանում, աշխատում են ու հետ են գնում։ Սկսած տաքսիստներից վերջացրած, չգիտեմ, այլ ոլորտի մասնագետներ։ Եվ Երևանը դարձել է ապրելու համար անհարմար միջավայր։ Անհարմար, կրկնում եմ, չեմ ուզում շատ բաներ ասեմ, ձմեռը գալիս է, փոսերը ուրեմն լցվում են, անձրևը գալիս է, գետերը հոսում են, ասենք թե խցանումների մակարդակը եւ այլ, չեմ ուզում ասել, որ այդ ամեն ինչը եղել է վերջի մի քանի տարիների ընթացքում, բայց բոլոր դեպքերում մենք փաստացի ունենք այն մեծ գլուխ եւ փոքր մարմին, այսինքն սա նորմալ երևույթ չի, դրա համար առաջի քայլը, հիմա ներդրումների մասին կասենք, նա է, որ 10 մարզ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։ Հիմա կարակ հարց տակ, իսկ գործիքներ, գործիքակազմ կա եւ պայման կա դրա համար, որ ստեղծվի։ Հիմա խոր մասնագիտական քննարկումներ անելու համար ես արդեն ասեցի, ներդրում հնան 19% է։ 18-19 թվին ինքը մի փոքր աճեց, դառավ 22-22.5%, հետո նորից սրընթաց իջավ ու այսօր 26 թվին, 25 թվին ունենք նոր իրավիճակ, այս նույն իրավիճակը։ Հիմա տեսնենք գործիքակազմի մասին։ Սրա մասին ես նոր չի որ մտածել եմ, 10-15-20 տարի այս հարցի շուրջը մտածել եմ եւ պատահական չի սրա մասին շատ եմ ասել, որ 15 թվականի հունվարի 1-ից իմ մշակմամբ գործողության մեջ դրվեց մայր օրենք, որը կոչվում է արդյունաբերական քաղաքականության մասին օրենք։ Այդ օրենքը 10 տարվա ընթացքում ոչ մի կետ չի կատարվել։ Մի անգամ փորձ է արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նրա 4-րդ դրույթը հոդվածը փոխի, որտեղ նա նաև ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունի արդյունաբերական գոտիները ու հետագայում ինքը պարզ է, որ չէր աշխատում, տենց էլ մնաց։ Հիմա այդ օրենքում մի քանի հիմնարար դրույթներ կա։ Առաջինը, որ պետքա պետությունը ունենա հնգամյա արդյունաբերության զարգացման ծրագիր։ Հնգամյա սա հանկարծ չենք շփոթում խորհրդային միության պլանային տնտեսության հետ։ Ինքը պետական ծրագիր պետք է ունենա, որտեղ առաջնահերթությունները սահմանված պետք է լինեն, հա? Սա մեկ։ Եվ երկրորդ, պետք է լինի արդյունաբերական գոտիներ, որոնց շրջանակներում բոլոր պայմաններն են ստեղծված, ենթակառուցվածքներ, բարձր հզորության մալուխներ, երկաթուղային եւ ուրիշ ճանապարհների մուտքեր, լոգիստիկ համակարգ եւ այլ, այսինքն բոլոր պայմանները ստեղծված է եւ դա պարտադիր չի որ 0-ից առաջանա։ Մենք պետք է խորքային ուսումնասիրենք եւ ուսումնասիրել ենք մեր մարզերի տարածքներում գտնվող արդյունաբերական նախկին եւ ներկա ձեռնարկությունների վիճակը, ինչ վիճակ է։ Օրինակ, եթե վերցնում ենք Հրազդան կամ Չարենցավան, որը արդյունաբերական գոտու տիպիկ օրինակ է, իրար մոտ կանգնած, որտեղ միտեղ Հրազդանում ունենք գործիքաշինական, հաստոցաշինական,
նախքին ուրեմն հիմա չի գործում կամ քիչ ցեմենտի արտադրությունը չարեն ցավանում համապատասխան արտադրական կարողությունները մի հատ պետք է գույքագրվի եւ ես մի հատ միտք եմ առաջ քաշում, որ ստեղ գրված չի, այսօր ժամանակն է, մենք տեսանք, որ բազմաբնակարան շենքերի հիպոթեկը արդեն 29 թվականի հունվարի 1-ից ընդհանրապես դուրս է գալու։ Հիմա ժամանակն է, որ մենք բիզնեսին հնարավորություն տանք, որպեսզի գործի արդյունաբերական հիպոթեկը։ Արդյունաբերական հիպոթեկ, որտեղ մենք քաղաքաշինական պլանավորում էլ պետք է անենք, տեսնենք որ համայնքում, որ քաղաքում այդ արտադրական հին եւ նոր ձեռնարկությունների պլանիրովկան, նրանց ծրագրավորումը ոնց պետք է կատարվի, որտեղ արդեն աշխատատեղեր կլինեն, այսինքն ինքը կլինի բազմաֆունկցիոնալ, բազմաճյուղ, գոտի, դրա փորձը տարբեր երկրներում կան եւ մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի մի կողմից Երևանից քաշենք տանենք դեպի մարզեր, երկրորդ կողմից մարզերը կարողանան հզորանալ, զարգանան։ Հիմա մենք պետք է հարց տանք, իսկ մեր երկիրը եւ մարզերը ներդրումներ կլանելու հզորություն ունեն, կարող ներդրում կա, ինչ պետք է ներդրումը կա։ Մենք լսում ենք տարբեր գործիչներ տարբեր հարցեր են առաջ քաշում, թե այստեղից գումար կգա, այնիշ հզոր երկրից կգա, ներդրումները գալիս են այնտեղից եւ գալիս են այնտեղ, որտեղ որ ներդրման եկամուտ ստանալու համար պայման կա։ Ինքը հենց այնց ոչ միտեղ չի գնում։ Կա իրավիճակ, որ ներդրումները պաշտպանված են, ուրեմն ներդրումները կհոսեն այդտեղ։ Իսկ մեր օրենսդրությունը ներդրումապաշտպան օրենսդրություն է։ Մենք ունենք ներդրում, որոնք մարդկանց բիզնեսի անձեռնամխելիությունը պահպանում է, մարդկանց սեփականության անձեռնամխելիությունը պահպանում է, դատական համակարգը ընդունում է ճիշտ եւ ժամանակին որոշումներ, բանկային համակարգի վարկային քաղաքականությունը նպաստում է, քիչ հետո կտեսնենք։ Այդ բոլորին պետք է մենք գնահատական տանք եւ պետք է քայլերը կանխորոշենք։ Դրա համար մենք բոլոր մեր մարզերի արդյունաբերական պոտենցիալը պետք է գնահատական տանք, օրինակ եթե Սյունիքում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որտեղ աշխատում է 3500 մարդ, բայց իր շուրջը եւս աշխատում են 6-7000, սկսած Գորիսի գամմա ձեռնարկությունից եւ այլ փոքր վերանորոգող ընկերություններ, փոքր այլ ընկերություններ, փոքր միջին բիզնես, այս բոլորը պետք է գնահատական տանք եւ Սյունիքի մարզի պրոֆիլը ինքը բնականորեն կա։ Եթե ես օրինակ գնամ Լոռու մարզ եւ մեզ տեսնում եմ, որ օրինակ 10 տարի է Թեղուտը եւ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ 10 տարի է, անունը չասեմ, բանկում գրավադրված է։ Տենց բան ալու, որ տենց համակարգաստեղ ընկերություն 10 տարի մնա բանկում, այսինքն ոչ մեկ չի ուզում ներդրում կատարի պատրաստի ձեռնարկություն եւ գա։ Եվ 15 տարի է մենք խոսում ենք, որ պետք է Հայաստանում լինի նոր պղնձաձուլական ձեռնարկություն, թվերը չասեմ, շատ բազմաթիվ անգամ ասել ենք, որ 40 միլիոն տոննայից ավել հանքանյութ ենք արդյունահանում, դրանից ստանում ենք 450,000 տոննա պղնձի խտանյութ, որից կարանք ստանանք 120,000 տոննա մաքուր պղինձ։ 4 անգամ ավել հասույթ կգա, որտեվ խտանյութ, մաքուր պղինձ, 4 անգամ մաքուր պղինձը թանկ է ավելի։ Դրա արդյունքում կգործեն Գեղարքունիքի Կամո կաբելը նախքին Գեղաման, Երևանի կաբելի գործարանը, ուրիշ գործարաններ, որոնք իսկ պղինձը այսօր աշխարհում գրվում է մենակ թանկանում է։ Ինչի ենք մենք տնտեսական մոդելը, որ սպառողական է, սպառողական մոդել, չեն գնում ներդրումներ փայփայելու, ներդրումային ծրագրերի աջակցության մասով։ Հիմա դրա համար երկրորդ քայլը, հարգելի գործընկերներ, մեր մոտ ներդրումների աջակցության մեկ պատոհան ծրագրի անհապաղ գործարկումն է։ Սրա մասին էլ նոր չենք խոսում։ Եկավ ներդրողը Հայաստան, մի հատ ուսումնասիրում է մակրո միջավայրը։ Ինչ է կատարվում։ Առաջի կոմպոնենտը քաղաքական կայունությունն է։ Երբ որ ինքը տեսնում է, որ այս երկիրը քաղաքական կայուն երկիր է, վայրի վերումներ չկան, սա առաջի կարևոր գրավականն է։ Հետո արդեն տնտեսական միջավայրն է ենք ուսումնասիրում։ Մեզ հաջողվել է, որպեսզի մենք կարողանանք մի կետում ներդրողը եկավ, իր ծրագիրը ներկայացրեց, օրենքով այդ օրենքները մենք դրել ենք շրջանառության մեջ, այդպես էլ ժամանակին չընդունվեց, որպեսզի պատասխանատվության ինստիտուտ սահմանվի ներդրումային ծրագրի աջակցության կամ մերժման համար։ Ուրեմն կամ դու պետք է աջակցես, ասես այո, այս քայլերի էս դրա, կամ պետք է մերժես հիմնավորես ինչի համար։ Ոչ պետք է մենք չենք ասում բոլոր ներդրումային ծրագրերը պետք է անպայման ուրեմն կլանվի կամ ասենք պետությունը գտնում է այսպես, բայց այդ հարցերի մասին էլի շատ ենք խոսել, ուրեմն սկսած ուրեմն հողերի կատեգորիայի փոփոխությունից նշանակության, շին թույլտվություններից սկսած, ուրեմն էլեկտրաէներգետիկ գազի միանալու, մենք գիտենք, որ հզորությունները շատ թույլ են, ամեն անգամ մեծ խնդրեմ է առաջանում, որպեսզի միանան եւ մեծ գումարները եւ ամենատարբեր հարցերը։ Սա կարևորագույն խնդիր է ոչ թե ուղղակի ասել ու անցնել, այլ օրենքով սահմանել։
պատասխանատվության ինստիտուտ, իշխանության համապատասխան, ես ժամանակին նախկին էկոնոմիկայի նախարարությանը ասել էի, չեք ուզում վերցնեք ձեր վրա, որպեսզի այդ բոլոր տարածքային կառավարման, համայնքային բոլոր ինստիտուտները իրանք հրաժարվում են, թե չէ։ Մենք ուրեմն ամենը, որտեղ սա կարող է նաև գլխացավանք առաջացնի իրանց համար։ Եւ ընդհանրապես հիմա երբ որ ես անցնեմ հաջորդ քայլերին, հարգելի գործընկերներ, մենք պետք է հասկանանք, թե գործող իշխանությունը, որը 21-26 թվականների համար ընդունել էր հնգամյա ծրագիր, իր ծրագրի որ կետերն է կատարել, որ կետերը չի կատարել։ Քիչ հետո նաև սոցիալական հարցը, սա ամենակարևոր հարցն է, ինչ ենք ընդունել եւ հիմա ավարտվում է հնգամյա ժամկետը, ինչ չի կատարվել, որի մասին մենք խոսենք։ Սա երկրորդ հարցն էր եւ նաև ասեմ առաջ անցնելով, որ իսկապես ուրեմն երբ որ մենք ասում ենք սպառողական տնտեսություն, ոչ թե ներդրումային, տեսեք, սպառումը այնքան շատ է, որ ներդրումները, պետական գնումները եւ զուտ արտահանումը, որ գումարում ենք իրար հետ, հազիվ 4-4.5 միլիարդ դոլար է առնում։ Մասնագետներ եք, չեմ ուզում համախառն ներքին արդյունքի կառուցվածքը բացատրեմ։ Հիմա երբ որ արտահանումը իջավ, ներկրումը իջավ, էլի է իջնելու 26-ին, եթե այս մոդելով գնա։ Մենք ընդհանրապես խեղդվենք այդ սպառողական համակարգի մեջ, որի հետևանքը նաև աղքատությունն է։ Սպառողական մոդելը, երբ որ չի խրախուսում ներդրումներ, անպայման գները անպայման գնաճային կբերում, այս սպառման ծավալը բերում է գնաճի, իսկ ինչքան դու ուզում ես թոշակ աշխատավարձ բարձրացրու, միևնույնն է դու խարխափելու ես այդ աղքատության ճիրաններում։ Հաջորդը, դրա համար արդեն գալիս եմ երրորդ քայլին, խնդրում եմ չզարմանալ ստեղ, այստեղ մենք կարճ ենք գրել, այն ինչ որ ասում ենք 75,000 դրամ նվազագույն աշխատավարձը սահմանել 120,000 դրամ, որն է սրա միտքը 2 տարվա ընթացքում փուլային տարբերակով, ոչ մեկ չի ասում, որ վաղը պիտի զարթնենք, ասենք թե չգիտեմ, հունիսի 8-ին սահմանում ենք 120,000 դրամ, ոչ, գրագետ ծանրակշիռ հաշվարկներով։ Ընդհանրապես նվազագույն աշխատավարձը, եթե դու նորմալ տնտեսական քաղաքականություն ես վարում, պետք է լինի միջին աշխատավարձի 40%-ի չափով։ Սա աշխարհում ընդունված բան է։ Լավ, մենք թող 40 չլինի, թող լինի 35 կամ լինի 30%, բայց մեր 75,000-ը 300,000 դրամ միջին աշխատավարձի որ տոկոսն է։ Եկեք հաշվենք, տեսնենք որ տոկոսն է 300,000 դրամի 75,000-ը։ Ահա։ Հա, մեզ պետք է որպեսզի մենք հասցնենք մինչև 40%-ի, որպեսզի մենք կարողանանք այդ աշխատավարձային համակարգը, աշխատատեղերի ստեղծումը իմաստ ունենա։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ստեղծել նոր աշխատատեղեր, որևէ գործիչ չի ասում, ես կոչ եմ անում հազարավոր աշխատատեղեր ստեղծել առևտրի ոլորտում։ Տենց բան չունենք, չէ՞։ Որտեվ առևտրի ոլորտում հավելյալ արդյունք չի ուրեմն ստեղծվում։ Ես հիմա լրացնեմ համախառն ներքին արդյունքի կառուցվածքը։ Վերջի 10 տարում եւ 8 տարում տնտեսության իրական հատվածը արդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ շինարարություն 43%-ից իջել է 28%-ի։ 43%-ից իջել է 28%-ի։ Երբ որ 15-16 թվականներին մեր գյուղատնտեսությունը արդյունաբերությունը համարյա հավասարվել էին 16-17% համախառն ներքին արդյունքից, հետո արդյունաբերությունը մի քիչ առաջ անցավ, այսօր մենք ունենք արդյունաբերություն 13%, որից 3%-ը գազ, էլեկտրաէներգիա, ջուր, 3-3.5%-ը լեռնահանքային եւ ընդամենը 8% վերամշակող արդյունաբերություն։ Ինչի համար եմ սա ասում։ Նույնը գյուղատնտեսությունը 8%, շինարարությունը 7.1%։ Այսինքն մենք ունենք ընդամենը այդ չեղած, որ շատ չի, 43%-ը իջել է 28%-ի։ Չէ՞ որ բոլորս գիտենք մասնագիտական, որ հավելյալ արդյունքը ստեղծվում է տնտեսության իրական հատվածում, այլ ոչ թե առևտրի ծառայությունների ոլորտում մենակ, հա։ Սա ամենալուրջ խնդիրն է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, որը պետք է երբ որ մենք ասում ենք նոր տնտեսական քաղաքականություն, հասկանում ենք, որ քայլեր անենք, որը բերի այդ կառուցվածքի փոփոխությանը։ Երբ որ մենք ասում ենք աշխատատեղեր, հասկանում ենք մի կողմից բարձր արտադրողական աշխատատեղը տենց ինքնանպատակ չի, եւ երկրորդ բարձր վարձատրվող։ Դու պետք է արդյունք ստեղծես, որպեսզի այդ աշխատատեղերը լինեն արդյունավետ եւ մշտական։ Ոչ մեկ չի ասում, որ բոլորը պետք է զբաղվեն առևտրով, դա նորմալ կառուցված չի։ Թող զբաղվեն, բայց տենց չի, որ ամբողջ տնտեսությունը 63% առևտուրն ու ծառայություններն է, 63%։
Պետք է փոխվի սա արմատական փոփոխության պետք է ենթարկվի առաջիկա 2-3 տարիների ընթացքում եւ դրա հիմքերից մեկում նվազագույն աշխատավարձ, միջին աշխատավարձ հարաբերությունն է, կարող է որոշակի մասնագիտական հարց տան, թե բա որ նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, չէ որ դրանից հարկերն էլ է շատանում բիզնես, ոչինչ, դրա համար ինքը պետք է իր տնտեսական արդյունավետությունը բարձրացնի։ Մենք պետք է այդ ճանապարհով գնանք։ Քանի տարի է արդեն 75,000 նվազագույն աշխատավարձը։ Ինքը ցիկլային բնույթ պետք է, դու պետք է աճի մոդել ցույց տաս։ Սա է ամենակարևորը։ Անցնենք հաջորդ մեր քայլին, կենսաթոշակներ, որի մասին շատ ենք խոսում, եւ աշխատավարձերը գնաճից առաջացիկ պետք է ինդեքսավորվեն, այսինքն ավելանան։ Ժողովրդի մասին պարզ էսպես ինդեքսավորում, ավելանան։ Ոչ թե սպասեն գնաճը գնա, նորինքը մի փոքր, այլ գնաճից առաջ եւ նվազագույն թոշակի շեմը սահմանել 82,000 դրամ։ Այդ ինչ 82,000 դրամ է, այս վերջերս որ։ Նախ ես առաջանցնելով ասեմ, որ այստեղ նստած է եւ պարոն Կոստանյանը եւ Ատոմ Մարգարյանը, մենք ամբողջ եւ Աշոտ Հարությունյան, ամբողջ աշնան ընթացքում մենք տարբեր մարզեր ենք գնացել։ Ժողովրդից լսել ենք, թե ժողովուրդը ինչ է ուզում, իր առաջարկներն ենք լսել, դրա համար հիմա եկել ենք եւ այս առաջարկները հետ ենք վերադարձնում առաջարկ Հայաստան ծրագրի շրջանակներում, հետ ենք վերադարձնում ուրեմն այն համախմբման սցենարին, որ Գագիկ Ծառուկյանն է ինքը ուրեմն մշակել եւ գտել, որ պետքա դա վերկուսակցական ռեժիմով գնա, հիմա ինչ 82,000, դա ինչ է։ Սա այսօր նվազագույն կենսապահովման զամբյուղն է։ Ժողովուրդ ջան, նվազագույն կենսապահովման զամբյուղը այսօր 82,000 դրամ է։ Եվ Կոստանյանը Նարեկը կհիշի, Ախուրյանում, երբ որ պապիկը հացրեց, ասեց, պարոն Գլխման, 36,000 դրամով ոնց ապրենք, ոնց կլինի, մենք ցույց տվեցինք տնտեսական աճի աղբյուրը, որ 1% տնտեսական աճը, այսօր հարկեր հնան, ուրեմն 25% կամ 24-6% է, բերում է 25 միլիարդ դրամ։ Այսինքն մեզ պետք էր ընդամենը 72 միլիարդ, որպեսզի մենք կարողանանք այդ 10,000 դրամով թոշակը ավելացնենք, հա, եւ ես ի զարմանալից այդ մի քանի օրում կես միլիոն մենակ այդ միրիլը կես միլիոն դիտում ա բերել։ Սա հետարքի երևա, այսինքն մարդկանց հետարքրում ա, դու ի՞նչն է, իհարկե որ թոշակն է իր բանն է։ Եվ այն թեզը, որ այդ թոշակը բարձրացնենք թե չբարձրացնենք, տեսանք որ անպայման աքսիոմատիկ է, դու միշտ պետքա առաջանցիկ ինքը բարձրացնես, որտեվ 667,000 թոշակառու ունեն։ Ժողովուրդ ջան, մենք որպեսզի դառնանք նորմալ երկիր, նորմալ տնտեսական մոդելով զարգանանք, մեզ պետքա թոշակ նվազագույն կենսապահովման զամբյուղից ոչ պակաս, հասկանում եք, տեսեք, կա նաև պարենային զամբյուղ, որը 44-45,000 դրամ է, բայց ես երկու անգամ ասել եմ, օրինակ պարենային զամբյուղում մարդը մեկ օրում պետք է սպառի ընդունենք 48 գրամ միս, իսկ նվազագույն զամբյուղի ժամանակ կենսապահում 100 գրամ միս, սա է, կամ հացը պետք է սպառի մեկը 360 գրամ, մեկը 450 գրամ, այսինքն մենք մեզ պետք է թույլ չտանք, որ մարդը իր հասանելիք կենսապահովման վերարտադրության, չգիտեմ, 50-100 գրամ մսից այդ մարդուն կամ հացից իրան զրկենք։ Սա աննորմալ երևույթ է։ Սա պետք է մենք իսկ ամեն 5-րդ այսօր մեր երկրում աղքատ է, 21.7%։ Եթե վերին շեմը վերցնենք ամեն երկրորդ։ Ամեն երկրորդ, այո, պարոն Մանասերյան, պրոֆեսոր Մանասերյանը ճիշտ դիպուկ դիտարկում է անում։ Հաջորդ քայլը մեր։ Սա որ քայլն է արդեն 4-րդ թե 5-րդ։ Հա 5-րդ փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքը սահմանել 1%։ Եկանք ամենակարևոր քննարկվող հարցին։ Կան ուժեր, որոնք 0% ադրույք կան ուժեր, որ այսպես պրոգրեսիվ սանդղակ են դնում կապված շրջանառությունից։ Մենք բոլորս գիտենք, որ շրջանառության հարկը, հարգելի գործընկերներ, վճարում են տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսները, տարեկան միջև։ Հիմա եթե դա մենք միջև 115, պարտադիր չի բոլորը, պայմանական եթե ես վերցնեմ 100 միլիոնը, բաժանեմ 12 ամսվա, կստանամ մոտավորապես միջինը ամսական 8 միլիոն շրջանառություն, 8 անգամ 12 ամիս։ Եվ այդ 8 միլիոնն էլ որ բաժանեմ 30 օրվա, կստանամ չնչին ինչ-որ մի բան, օրական շրջանառությամբ։ Հիմա տեսեք, ես անձամբ որպես մասնագետ դեմ եմ, որ փոքր բիզնեսը կամ անձը որևէ քաղաքացի ընդհանրապես չմասնակցի, ուրեմն պետության հաշվառելի չի լինում։ Հա, հաշվառելի չի լինում, խեղաթյուրվում է ամբողջ վարքագիծը տնտեսվարման, բայց պետքա փոքր բիզնեսին օգնել անպայման։ Մենք չենք հասել այն փուլին, որ նրանց
ուրեմն ընդհանուր հարկման դաշտ բերենք ավելացված արժեքի, մենք հələ որ պետքա օգնենք փոքր միջին բիզնեսին, թեզը լինի այն, որ փոքրը կարողանա դառնա միջին, միջինը դառնա խոշոր։ Սա աքսիոմատիկ, բայց էդ էլ մեզ չի հաջողվում։ Չի հաջողվում, դա չգիտեմ ինչի։ Եվ այս պարագայում հիմա տեսեք, ներողություն եմ խնդրում, միանգամից ուզում եմ խնդրել, դուք նաև օրենսդիր եք, իսկ նախքին չի լինում օրենսդիր, փոքրը միջինից եկեք գոնե մենք առանձնացնենք, չխառնենք փոքր եւ միջին, փոքր բիզնեսի համար, միջինը հանեք, խնդրում եմ։ Տեսեք, հիմա մենք քննարկենք, դրա մասին ենք խոսելու, ճիշտ եք ասում։ Միջինը կայացնենք, նոր ասենք։ Ճիշտ եք ասում։ Հիմա տեսեք, բայց հիմա մենք գիտենք, որ միկրոբիզնեսի համար, ճիշտ եք ասում, մենք սահմանել ենք մինչև 24 միլիոն դրամ։ Այսինքն միկրոբիզնեսը, որ 20, այսինքն դա օրը 66000 դրամ է։ Դրան, բայց դա չի վերաբերվում առևտրին կամ բանին։ Հիմա տեսեք ինչ է։ Մենք չգիտենք թե միկրոբիզնես քանի արտադրական միավոր կա։ Ընդհանուր միկրոբիզնեսները 37000-ն են։ Իսկ շրջարկ վճարողները մոտ 55-60000, հա։ Հիմա մենք պետքա էդ էլ դասակարգենք։ Դուք իրավասի եք այդ ռեժիմները տեսնենք ոնց ալնում, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, ամենակարևոր հարցը, որ չեմ հանդիպել ոչ մի քննարկման ժամանակ։ Հարգելի գործ, խնդրում եմ ուշադիր ստեղ, պարոն Մակարյան, դուք եք։ Ասում եք 1%։ Հարցն է, ինչի 1%, ինչի ոչ 1.5 կամ 2։ Դուք գիտեք, որ շրջանառության հարկը յուրահատուկ հարկ է։ Շրջանառության հարկը համ անուղակի հարկ է, համ ուղղակի հարկ է։ Այսինքն ինքը համ սպառման հարկ է, որի մեջ կա ավելացված արժեքի հարկի մաս, եւ ուղղակի հարկ է, այսինքն եկամտի հարկ, այսինքն շահութարկի մաս, հասկացաք, այսինքն այն, որ հիմա սահմանված է 10%, օրինակ, ինքը իր մեջ ներառում է եւ ավելացված արժեք եւ շահութարկ, միասին մասնակի։ Պետության համար ինքը ինչ է ասում, քանի որ ինքը չի կարող ծախսերը հաշվառի բոլոր շրջարկի, ինքը այդ երկուսը միասին ուզում է այն, որ գլխացավանքից հեռու, բայց մենք առաջարկում ենք, որպեսզի մենք այդ սպառման հարկը հանենք ստեղից եւ ենթադրենք, որ այն եկամտի հարկի մասը ենթադրում ենք, որ դա 1% է։ Եկամտի մասը, չենք ասում 0, 1% է ընդունելի է, 1% աջակցողական տոկոս է, ինչի համար, որպեսզի բոլորը անկախ նրանից աշխատում ես, չես աշխատում, մենք կարանք շեմ սահմանենք դրա համար նաեւ 1%-ի եւ այդ վարչարություն չլինի դրա նկա։ Մարդիկ դե վարչարությունից հոգնել են, նույնիսկ ավելորդ ուշադրություն գրավել ու հարկային ըստեղ, այսինչ ընդեղ, մարդկանց համար դա էլ աբեր է, դիսկոմֆորտը։ Հա, անպայման հաշվառել, մենք խոսենք։ Հիմա սա հաջորդ քայլն է փոքր միջին բիզնեսի հետ կապված եւ պետք է ասենք, որ փոքր միջին բիզնեսը մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ տալիս է մեր հարկային մուտքերի առավելագույնը 2.5-ից 3%-ը։ Կարելի է ընդհանրապես հրաժարվել, բայց մենք ուզում ենք, որպեսզի սխեման աշխատի, ամբողջ ողջամտության բանը։ Հաջորդը գազ եւ էլեկտրաէներգիայի սակագները իջացնել 10%։ Հանկարծ չմտածեք, սա ինչ-որ պոպուլիզմ է, այս ինչ է, նախընտրական փուլ է, չէ, հիմա ես ասեմ։ Չէ, ասեմ, հիմա ասեմ, դուք խոսեք։ Դուք գիտեք այսօր, ես դիմում եմ նաեւ մեր ժողովրդին, թե այն գազը, որ դուք սպառում եք, ինչ հաշվարկով է հաշվարկված, դոլար դրամ հարաբերակցություն։ Տեղյակ եք, որ հաշվարկված է 480 դրամով $1։ Իսկ հիմա ինչքան է արդեն 2-3 տարի, 370։ Մենք գիտենք, թե այդ 100 դրամի տարբերությունը գազի հետ կապված հաշվարկի ինչքան արդեն խնայողություն է առաջացրել համակարգում, 50 միլիարդից ավել, 50-55 միլիարդից ավել ու սենց որ գնա ինքը բերելու է։ Հիմա այդ խնայողությունները ինչ ա եղել, չի կարելի ուղղել, եթե ինչ-որ կուրսը փոխվի կամ ինչն է, էլի կարանք, բայց քանի կուրսը այսպես եղավ, ժողովուրդը պետք է դրանից օգտվի, թե չէ գոնե ինչ-որ մի բան։ Այո, ես չեմ ուզում շատ խորանամ, նույնը քանի որ մենք գիտենք էլեկտրաէներգետիկ համակարգի մեջ 35-ից 40%-ը ջերմային էլեկտրական կայաններն են արտադրում, որը գազով է աշխատում, մենք կարող ենք կորելացնել, էլի քննարկենք, բայց այս փուլում մեր առաջարկը այդ 10%-ն է։ Հաջորդ քայլը գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատենք առնվազը ուրեմն 2 անգամ։ Ինչի։ 26 թիվը այս մենք որ ապրում ենք, եկավ մտավ լիարժեք ուժի մեջ 4 անգամ միջինը գույքահարկի բարձրացումը, 4 անգամ։ Ընդ որում գույքի գնահատման տրամաբանությունը, մեթոդաբանությունը փոխվեց, երբ որ նախկինում կադաստրային արժեքով էր հաշվարկվում գոտի եւ մաշվածություն անշարժ գույքի, հիմա շուկայական մոտարկված գին, այսինքն շուկայական գին հանած 20% եւ ամենաբարձր գոտում քաղաքի կենտրոնում
750,000 դրամ 1 քառակուսի մետրը, ուրեմն նորակառույց շենքում հանած 20%, 600,000 դրամ, նոր դրանից հաշվարկվում է գույքարկը։ Հիմա ես հարց եմ տալի, այդ գույքարկը, որ այդպես 4 անգամ միջինը աճում է, գույքարկը այն հարկատեսակն է, որ գնում է համայնքային բյուջե, իսկ համայնքը ինչ ծառայություն է մատուցում, այդ գույքարկ վճարողներ մեր համաքաղաքացիներին, արդեն չեմ ուզում շարունակեմ, դուք տեսնում եք, թե ինչ որակի, ինչ տիպի ծառայություն է, հենց որ կհասնեն նրան, որ այդ ծառայությունը կլինի պատշաճ, այս փուլում պետք է հետ գնալ, այսօր մեր ժողովուրդը պատրաստ չի, էլ չեմ ասում թոշակառուների մասին, որոնք խորհրդային տարիներից իրաց բնակարանները ժառանգել են իրաց ծնողներից, այսօր թոշակառուն ապրում է, ասենք քաղաքի կենտրոնում, ընդունենք տալիս էր 25-30,000 դրամ գույքարկ, հիմա պետք է 120, 130 կամ 150 պատրաստ է թոշակառուն այդ գույքը, այդ դատա։ Ժորժ ջան, սա հարցեր է, ես չեմ ասում, որ սա մշտական, ինքը քաղաքականությունը շատ դինամիկ process է։ Այս փուլում մեր հասարակությունը պատրաստ չի, որպեսզի այդ ծավալի այդ գույքարկը վճարի։ Так, հաջորդը, որպեսզի շատ չերկարի իմ խոսքը, մինչև 3 միլիոն դրամ վարկերի տուժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում, ամնիստիա։ Խոսքը գնում է միայն տուժ ու տուգանքների մասով։ Հիմա տեսեք։ Սրա մասին բանկային համակարգի մենք մեծ վերլուծություն ենք արել, կարծում եմ Աղասի Թավադյանն էլ դրա մասին, ուրեմն համապատասխան այսպես ելույթ կունենա, հանդես կգա։ Այսօր մենք ունենք բացառիկ բանկային համակարգ, որ ոչ միտեղ չի եղել։ Որն է դա։ 25 թվականին մեր 17 բանկերը միասին ստացել են 435 միլիարդ դրամ զուտ եկամուտ, այսինքն բաժնետերերը։ Դա նշանակում է 1.2 միլիարդ դոլար մոտավորապես, 1.2-1.3 միլիարդ դոլար։ Այսինքն առաջի անգամ մեր երկրում, իսկ առաջի երկու բանկերը խոշոր 200 միլիարդ, դրա կեսը։ Այսինքն այսօր առաջի անգամ մեր փոքր չափերով տնտեսություն ունեցող երկրում բանկի բաժնետերերը դառել են օրինական դոլարային, ոչ թե միլիոնատերեր, այլ միլիարդատերեր։ Սա նոր երևույթ է, մենք չենք կարա։ Ես չեմ ասում, դրանք բոլորը իրավական դաշտում է, այդպես բան չկա։ Բայց բանկային համակարգը արդյոք սպասարկում է, բանկային համակարգը սպասարկում է տնտեսության հատվածը, հատկապես իրական հատված։ Արդյոք ինտեգրված է համարժեքորեն, չէ, մենք չենք քննարկում, որ դա ոչ օրինակ։ Մենք քննարկում ենք, որ մոդելը տնտեսության, որ ես ասեցի սպառողական, ինքը չի սպասարկում երկրի զարգացումը, արտադրության, արդյունաբերության զարգացումը։ Անուններն էլ է, չէ՞, ժամանակին խորհրդային տար։ Մեկը եղել է Արչին բանկ, որ սպասարկի արդյունաբերություն, շինարարություն, մեկը եղել է Ագրոբանկ ժամանակին յուղատնտեսություն, մեկը եղել է ուրեմն սոցիալական զարգացման, այսինքն այն ժամանակ այդ ամեն ինչ բաժանված է եղել, ամեն ինչ դասակարգված է եղել։ Այսօր մենք չգիտենք, թե մեր բանկային, այսօր 7 տրիլիոն դրամի մենք վարկային պորտֆել ունենք, 7 տրիլիոն, այսինքն 11 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ընդհանուր ծավալ, 7 տրիլիոն իր համար, դա վարկային պորտֆելն է։ Այդ 7 տրիլիոնի մեջ քանի տրիլիոնն է, որ բիզնեսը սպասարկում, չնչի։ Մեծ մասը հիպոթեկային վարկեր, ես սպառողական վարկեր։ Հիմա գալիս ենք սպառողական մոդելին։ Երբ որ ասում են, որ 25 թվին աշխատավարձը աճել է 5%-ով, ես հարց եմ տալիս, սպառողական վարկերը քանի տոկոսով են աճել, 30%-ից ավել։ Այսինքն մարդը, որ նորմալ է, թե աշխատավարձը աճել է, պետք է ապրի։ Ինչի համար է սպառողական վարկ վերցնում պետք է։ Իր ապրելու, բուժվելու, ուսման վճար տալու, չգիտեմ, տրանսպորտ նստելու, ընդհանրապես ապրելու համար։ Դա լավ երևույթ է, այդքան ծավալի։ Եվ նույնիսկ կենտրոնական բանկը մի քանի տարի առաջ խորհուրդ չտվեց, որ սպառողական վարկերը դուք էլի վերցնեք, որտեվ չեն ենթադրում, որ կարող է պոզիտիվ միտումներ լինի։ Այս առումով գոնե տուժ ու տուգանքների մասով կարծում եմ պետությունը, եռանկյունին բանկերը եւ իհարկե վարկառուները միասին պետք է այս հարցը քննարկվի եւ անպայման մարդկանց ազատագրեն այդ գոնե տուժ ու տուգանքներից, որոնք շատ մեծ են։ Հաջորդը բնականաբար պարոն Հարությունյանը հիմա կարծականքի մի քիչ ուշ բոլոր մարզերում ստեղծել սառնարանային, պահեստային տարայավորման տնտեսություններ, այդ թվում սուբսիդավորումը աչքի տակ ունենալով։ Պետությունը յուղատնտեսության ոլորտում պետք է սուբսիդավորում ունենա։ Այդքան որ հարևան երկրների այսպես պայմանական եմ հարևան, խոսում ենք, այն մեծ երկրում, որ կողքի կա Թուրքիայում, 80% սուբսիդավորում կա գյուղացիական, 80%, եւ ինքը իր սահմանները փակապան բարձր մաքսատուրք են, որ ուրիշ տեղից գյուղատնտեսական, այս գյուղատնտեսական այո, արտահանումն էլ է սուբսիդավորում, հա։ Եվ սա մենք պետք է հասկանանք, թե
ոնց պետք է եւ պաշտպանենք մեր գյուղացուն եւ ոնց պետք է խթանենք։ Մենք երբ որ պարոն Մանուկյանն էլ է այստեղ, պարոն Կոստանյանը, պարոն Հարությունյանը, մեր գյուղաբնակ համայնքների ուրեմն ներկայացուցիչների այդ մեր հանդիպումների ժամանակ մեկ կարևոր բան էին ասում. նախորոք խնդրում ենք մթերողները կնքեն պայմանագրեր։ Մեկ եւ որ կաթի գինը ավելի էժանա, քան ջրի գինը։ Սա ոնց որ տպավորվել։ Եվ այս առումով այս ամեն ինչը, այս լոգիստիկ համակարգը պետք է պետությունը սուբսիդավորվի, ոնց որ ասեցի, ամեն մարզում մի արդյունաբերական գոտի, որպեսզի մարզի ներդրումային ներուժը հավաքագրվի տեղ եւ ներդրումներ կլանվի, նույնը պետք է այստեղ լինի։ Դուք գիտեք, որ պարոն Ծառուկյանը Վարդենիսում արդեն սա իրականացրել է որպես մասնավոր անձ բնականաբար, բայց սա պետք է բոլոր մարզերում լինի եւ պետությունը պետք է սուբսիդավորի։ Տեսեք, շուկաները մեր մոտ, Հայաստանը փոքր չափերով երկիր է եւ Հայաստանում մրցակցային միջավայրը, ով որ ինչ գրավել է, ով որ ժամանակին ինչի արդեն տեր է դարել, տենց էլ մնում է։ Օրինակ, երբ որ մենք նախկինների հետ կապված ասում ենք ներգրումները քվոտավորված էին, այս սերեններ, այս բենզինը սա պիտի բերել է մեկը բան, իսկ դուք կարծում եք, որ հիմա 18 թվից հետո նոր խաղացողներ են հանդես եկել։ Ոչ։ Ընդունենք, եթե մենք ցանցային սուպերմարկետներ ունենք, ձեզ հայտնի, անունները չեմ ասելու։ Ընդունենք, մենք ուզում ենք ինչ-որ բան ներկրենք։ Որտեղ պետք է իրացնենք, գյուղական խանութներ կիլո պետք է գնանք ապրանքները տանք, այդ սուպերմարկետները իրանք են ներկրում։ Եվ մի շատ կարևոր բան եմ ասելու այսօր, չի փոխվել 18 թվականից հետո, նշանակման մոդելն էլ չի փոխվել։ Հայաստան տարեկան ներկրվում է ուշադրություն, տարեկան 95,000 տեսակի տարբեր ապրանքատեսակներ։ Ապրանք, որ ասում եմ, 12 նիշանոց դասակարգում կա, ամենամանր դասակարգման ռեժիմով։ Այդ 95,000-ից ոնց որ 16-17 թվին բերում էին 20-22 ներկրող, հիմա նույն այդ թիվն է, նույն մարդիկ են ներկրում, այդ 60-65,000 ապրանքան, ոչ հիմա չի, որովհետև այդ իրացման ցանցերը, առևտրի մանրածախ ցանցերը, դու չես կարող, նոր խոշոր ցանցեր չեն կարող առաջանան, նոր ընդունենք բենզալիսկավորման կետեր շատ չեն կարա խաղացողները փոխվեն մեջի, բայց նորերի տեղ չկա, մենք փոքր չափերով երկիր ենք, եւ դրա համար երբ կամ նոր սպայկաներ չեն առաջանում, հարց չեք տալի այդ լոգիստիկ համակարգը, ինչա մենակ սպայկան, ինչի նոր խոշոր լոգիստիկ համակարգ, որտեղ տեղ չկա, այդ տեղը գրաված է, շատ բարդ է մտնելը, սա նշանակում է, որ սա էլ մոդելի խնդիր է տնտեսական զարգացման, մրցակցային միջավայրը թույլ չի տալի, որ նոր ներդրողները կարողանան ազատ գան եւ ուրեմն այդտեղ աշխատեն։ Եվ վերջապես հիմա միջև բացելը ուշադրություն, այստեղ 10-րդ կետը։ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է դառնա անվճար։ Կարակսես ոնց անվճար, բայց այդ որ վճարում են, դասախոսներին աշխատավարձ են տալի, այդ բուհերը զարգանում են, բան այդ ինչի հաշվին պետք է լինի։ Եկեք ժողովուրդ ջան, մի հատ փոքրիկ հաշվարկ անենք։ Հայաստանում կա մոտ շուրջ 60,000 ուսանող։ Ամեն միավոր ուսանողի հաշվով ես վերցնում եմ 500-ից 600,000 դրամ, միտեղ վարձերը բարձր է, միտեղ ցածր է, ընդ որում մենք չգիտենք, թե այդ 60,000-ից հեռականները ինչքան են, որոնք որ տարին 1-2 անգամ են գալի։ Մեզ ընդամենը պետք է 35-ից 40 միլիարդ դրամ, որպեսզի մենք կարողանանք այդ թիվը վերցնենք եւ բարձրագույն կրթությունը դարձնենք անվճար, ոնց որ Վրաստանը հայտարարեց եւ անում է։ Սա քաղաքական հարց է։ Սա տնտեսագիտական հարց չի։ Սա քաղաքական հարց է, որպեսզի ուրեմն պետությունը գնա իր երիտասարդներին տեր կանգնելու, որտեղ մենք ինչ ենք տեսնում, այդ որ Երևան մարզեր ասեցի։ Մարզերից երեխաները գալիս են սովորելու, ուրեմն մեկ էլ տեսնում ես կամ ուշ եկավ, կամ շուտ է գնում, խնդրում է, որ ինքը աշխատում է եւ իր վճարը չի կարողանում վճարի։ Ժողովուրդ ջան, կարանք շատ հետաքրքիր բաներ ասենք պետությունը թող 0%-ով վարկ տա, հենց որ ավարտի աշխատի հետ կտա, չէ, եղբայր դարձրու անվճար։ Բայց այդ գումարի դեպքում մասնավորներ ուրեմն մտածում։ Դե այդ քննարկելի է, իհարկե, պետք է տեղել ինքներ պետք է ինչ-որ բան սուբսիդավորել, հավասար պայմաններ։ Խոսենք, հավասար պայմաններ։ Սա թեզ է, որ ես չեմ ասում սա տնտեսագիտական հարց է, բայց սա լուրջ քաղաքական հարց է, որտեղ գիտություն կրթության համակարգը, գիտության ոլորտը այստեղ շատ չեն խոսում, այդ բոլորը պետք է համապատասխանեցվի նոր տնտեսական քաղաքականությանը եւ կադրերն էլ պետք է առաջանցիկ պետք է պատրաստեն։ Ոչ թե դու պետք է մոդելը ասես զարգացնում եմ, բայց հələ կադրերը չես պատրաստել։ Դու պետք է առաջացիկ
կադրային բազան ստեղծես։ Երևի թե այսքանը Ժորժ ջան, շնորհակալություն ուշադրության համար, շատ բաներ կա, որ ես չասեցի, ջրի հետ կապված, ոռոգման ջրի մեր գյուղաբնակ գյուղացիական տնտեսությունների համար ամենատարբեր հարցեր, ես բավականին խոսեցի, ես շատ, շնորհակալություն